Իշխանություն եկեղեցի առճակատման ֆոնին աշակարգ եպիսկոպոս Խաչատրյանը ասուլիս է հրավիրել, որտեղ կրկնել է չի արել այն, ինչ իրեն վերագրում են, եւ որևէ սպառնալիք տեղեկատվական տեռոր չի կարող ստիպել անելու իրեն մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ կարող էր երբևէ արած լինել։ Մայրաթորի դիվանապետը հաստատել է նաև, որ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, որոնց անունները չի նշել։ Հոգևոր ծառայությունը դադարեցնելու անհրաժեշտություն Մայրաթորի դիվանապետը այս պահին չի տեսնում։ Ես այդ տեսանյութերը պատշաճ չեմ համարել նայել անգամ։ Ես այդ տեսանյութերի մասին մեկնաբանություններն եմ տեսել, հրապարակումներն եմ տեսել եւ ես այդ մասին ասել եմ եւ ես ասեմ ձեզ, էլի, ոնց որ դուք ունեցել ես ոչ մամուլից, ոչ էլ տեսագրություններից չպետք է իմանամ իմ կյանքի մասին։ Ես ինքս շատ լավ գիտեմ, ես ով եմ, ինչ եմ արել, ինչ չեմ արել, ոնց որ դուք։ Ես ինչ որ բաներ նայեմ, որպեսզի իմ կենսագրությունից ինչ որ դրվագներ իմանամ, դա առնվազն իմ մոտ ինչ որ ամնեզիայի մասին պետք է խոսի։ Տեսեք, դուք այնպիսի հարցադրում արեցիք, որ եթե ես պատասխանեմ, որ ես չեմ տեսնում իմ մեղավորությունը, պետք է տպավորություն ձևավորվի, որ ես ինչ որ հրեշտակային վարքագծով անձ եմ։ Ես այդպիսի անձ չեմ։ Եթե պատասխանեմ, որ այո, տեսնում եմ իմ մեղավորությունը, պետք է տպավորություն ստեղծվի, որ այն մարդիկ, ովքեր արել են եկեղեցու դեմ գործողություն, դրա ամբողջ պատասխանատվությունը կրում են ես։ Դրա համար ես կասեմ եւ այո եւ ոչ։ Իհարկե ես իմ ծառայության մեջ սայթաքել եմ, կարող դրսևորել եմ նաեւ որոշակի սխալներ, բայց ես նորից եմ ասում, ես երբեք եկեղեցու դեմ գործողություն չեմ արել, չեմ արել որևէ գործողություն, որի համար ամաչ չեմ արել որևէ գործողություն, որը կարող էր օգտագործվել իմ դեմ, անել տալու համար մի բան, որը իմ համոզումներին դեմ է։ Եթե եկեղեցու շահը պահանջի, աշակարգ եպիսկոպոս Խաչատրյանը պատրաստ է ցանկացած լուծման։ Իսկ եթե եկեղեցու շահը պահանջի, որ ես պետքա ոչ միայն կասեցնեն իմ ծառայությունը, այլ ինձ կարգադրություն արվի, որ ես պետքա ինքնահրկիզվեմ, ես դրան պատրաստ եմ։ Ցանկացած լուծման պատրաստ եմ։ Ըստ Մայրաթորի դիվանապետի, եկեղեցու շուրջ կատարվողը ոչ թե իրավական է, այլ քաղաքական գործընթաց, նման հալածանքներ եկեղեցին տեսել է, լուծումը դիմանալն է։ Մեր եկեղեցին հիմա վերադառնան պատմությանը, չասեք, որ վերադարձավ պատմությանը, այսպիսի հալածանքներ, արշավներ տեսել է։ Լուծումը դիմանալն է, դիմադրելն է եւ համբերատարությամբ զինվելն է։ Եվ օգտագործել խելամտորեն այն գործիքակազմերը, որոնք որ կան։ Իհարկե նաև դա հավատավոր ժողովրդի հանրության աջակցությամբ եւ ակտիվ ներգրավվածությամբ։ Ես պատրաստի դեղատոմսեր չունեմ, որ ասեմ այսա անենք, այսա անենք, այսա անենք, սա գլոբալ խնդիր է, միայն եկեղեցու դեմ իրականացվող արշավի խնդիր չէ։ Հիմա վերջին 5-6 տարում համենայն դեպս պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար ինչ լուծումներ ենք տեսնում, ինչ այլընտրանքներ ունենք, ինչ մոտեցումներ ունենք։ Մենք պիտի ստիպված լինենք նաև այս հարցերին պատասխաններ։ Եթե մենք այս հարցերին պատասխաններ չենք գտել, լոկալ եկեղեցու դեմ իրականացվող հարցերի արձակումների դեմ պատասխանները կդժվարանան գտնել։ Լուծումը մեկն է։ Քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել, մեր երկրում պիտի շարունակի ներքին պառակտումը, մեր երկրում շարունակվելու է անհամերաշխությունը, արտաքին սպառնալիքների աճը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվության կորուստը։ Լուծումը այս իշխանությունների օրակարգից հրաժարումն է։ Օրինական, սահմանադրական, ոչ բռնի, սա էլ շեշտեմ, ոչ բռնի ճանապարհներով։ Սա էլ շեշտեմ, որ իրանց այդ հաճույքը չպատճառեմ հաջորդ քրեական գործնել է թիմքով։
Հարություն։ Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ։ Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացմանը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Նույն այցի շրջանակում ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Առանձին անդրադարձ է կատարվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծին եւ խաղաղության խաչմերուկ ծրագրին։ Ալեն Սիմոնյանը Հունաստանի արտգործնախարարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Ազատությանը փոխանցել է նրա մամուլի խոսնական Նամակրչյանը։ Սուքիասյանի խոսնակը չի մեկնաբանել պատճառները։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործող դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պահանջել էր նոր մեղադրանքի վերաբերյալ փաստաթղթերն ամբողջությամբ թարգմանել իր համար։ Հակակոռուպցիոն քրեական դատանի դատավոր Սարգիս Պետրոսյանը նշել է, եթե Խաչատուրովը այնուամենայնիվ վստահելու է իր փաստաբան Միհրան Պողոսյանին եւ ի վերջո չի կարդալու փաստաթղթերը, ապա դատարանի թարգմանությունը ձևական կլինի։ Խաչատուրովն էլ ի պատասխան ընդգծել է, նա պահանջում է, որպեսզի այդ փաստաթղթերն իր համար անպայման թարգմանվեն։ Մենք ձեզ հետ հնարավորություն կձեռնենք։ Я одно скажу. Если вы нам столько лет уже нервы требуете, почему я вам не могу нервы требовать? Вы мне предъявите легально. Ահ Խաչատուրով Սակմարին հետո խոսանք։ այսինքն ցանկանում եք թարգմանել դրամադրեն, որպեսզի նոր մեղադրանքը ծանոթանալ եւ վստահել։ Բայց դատարանը ձեզ հարցեր է տվել։ Մի քիչ անհարմար դեպություն կլինի, եթե դատարանի հարցին պատասխանելիս հայտնեք, որ օրենք չեք դեպացել, չեք պատասխանել։ Բաքվի ցանկությունն է, որ Եվրամիությունը մասնակցի Զանգեզուրի միջանցքի շահագործմանը EU-Today կայքի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի օգնական նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը։ Ըստ Ալիևի խոսնակի Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ է փոխադրվելու։ Ադրբեջանական հատվածի շինարարությունն էլ ավարտվելու է 2026 թվականին։ ՀՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների ավարտը։ Կառույցի հաղորդմամբ սա իրագործվել է համաձայն նախարարների խորհրդի որոշման, որը կայացվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ՀՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։ Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված եւ Ֆրանսիայի Միացյալ Նահանգների Ռուսաստանի համանախագահությամբ գործող խմբի լուծարման պահանջը առաջադրել էր Ադրբեջանը որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման պայման։ Օգոստոսի 8-ին Մինսկի խմբի լուծարումը Վաշինգտոնյան հանդիպմանը նախատեսվել էր Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հռչակագրի երկրորդ կետով։ Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դիվանագետները ՀՀԿ-ի լուծարման դիմումը համատեղ ստորագրել են եւ կոչ արել մասնակից պետություններին ընդունել այդ որոշումը։ ՀՀԿ անդամ 57 երկրներից որևէ առարկություն չի հնչել։ Ձմռան առաջին օրը արտակարգ դեպք է գրանցվել Երևանում ժամը 9:50-ի սահմաններում Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարարծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը, տնտեսական ապրանքների եւ սննդի պահեստի հատվածը կատուժած, հաղորդում են ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունից։ Շենքը պահեստամաս է եղել, փլուզում է տեղի ունեցել, կանչը ստացել ենք մենք 10:13 րոպեին, արձագանքով խմբերը 10:13-ին տեղում են գտնվել, կատարվել է հետախուզություն, հետախուզության արդյունքում գազի արտահոսք է տեղի ունեցել, գազի արտահոսքն է դադարեցվել, տարանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, սահմանազատում է կատարվել տարածքի, այդքան է։ Ունեցել ենք մեկ տուժածը ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է։ Օդի որակը նոյեմբերի կեսերից վատ թարանում է եւ սկսում է բարելավվել մարտի կեսերից։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգ խավարական նիստի ընթացքում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա, իհարկե լուծումներ կան, դրանք բարդ լուծումներ են, դրանք շատ դեպքերում Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ։ Սա երկարաժամկետ իմաստով։ Սա շատ փոքր քայլ է։ Իրականում մենք պետք է հասկանանք, որ շինարարությունը, ավտոմեքենաները եւ տենց մնացյալ այն ամեն ինչը, ինչ որ կա նաեւ ամառվա, գարնան եւ աշնանային սեզոններին եւ ավելի ակտիվ են հիմնականում այդ սեզոններին, ազդեցություն ունեն, բայց դա այն, եթե այդ ազդեցությունը ահռելի լիներ, մենք ամառվա ամիսներին նույն այս ավելի վատ իրավիճակ պետք է ունենայինք օդի որակի տեսանկյունից։ Այս ցավոք սրտի դա, այսպես ասած, մարդածին գործոնները այս երևույթի մեջ ավելի փոքր են իրենց բանով, չափաբաժնով, բայց այդ մարդածին գործոնների վրա ճիշտ թիրախային կետային ազդեցության դեպքում 10-15 օրվա ընթացքում մենք կարող հնարավորություն ունենանք մոտավորապես 1.5-2 ամսվա օդի որակի վրա որոշակի ազդեցություն ունենանք։ Մենք շուտով կհավաքվենք եւ քննարկենք այդ լուծումները, մի փոքր դեռևս տենց վերլուծություններ պետք է անենք, դրանից հետո արդեն վերջնական լուծումները կքննարկենք, իհարկե բարդ լուծումներ են լինելու, տենց էական սահմանափակումների մասին են, բայց կարծում եմ մեր առողջությունը, երեխաների առողջությունը շատ ավելի կարևոր են, քան այն հնարավոր սահմանափակումները, որոնք որ պետք է մտցվեն այդ 10-15 օրերի ընթացքում։ Շնորհակալ եմ այսքանը։